ինչ կապ ունի Արարատը Հայաստանի հետ։ Մայիսի 28-ին ընդառաջ արի հասկանանք այդ կապը փաստերով։ Արարատը այլ պետության սահմաններում հայտնվել է միայն 20-րդ դարի 20-ական թվականներին, իսկ հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 20-րդ դարից։ Իհարկե մենք գիտենք պետություններ, որոնց ժողովրդի պատմությունը որպես այդպիսին ձևավորվում է պլյուս-մինուս այդ շրջանում, բայց ոչ հայ ժողովրդինը։ Հայ ժողովրդի բազմադարյա պատմության համատեքստում սա համեմատաբար պատմական նոր իրողություն է։ Տեսականորեն անհնար է ժողովրդի պատմությունը ջնջել մարդկանց հավաքական հիշողությունից եւ ասել եկեք ընդունենք միայն այն, ինչը տեղի ունեցել 20-րդ դարի 20-ական թվականներին առաջին հանրապետության փլուզումից հետո։ Արարատը մնաց Թուրքիայի սահմաններում միայն 1921 թվականին Կարսի պայմանագրից հետո ձևավորված սահմաններով, որը ավելի ուշ միջազգային մակարդակով արդեն ամրապնդվեց Լոզանի պայմանագրով։ Մենք ունեցել ենք նաեւ Սևրի պայմանագիրը, որը ենթադրում էր Արևմտյան Հայաստանի որոշ տարածքների վերադարձը Հայաստանին։ Բայց Սևրի պայմանագիրը այդպես էլ գործնականում կիրառում չունեցավ, բայց քանի որ մեր պատմությունը չի սկսվում այդ շրջանից, անտիկ ժամանակներից սկսած Արարատը ասոցացվել է հայ ժողովրդի հետ։ Պատմության մեծ զգալի հատվածում Արարատը գտնվել է հայ իշխանությունների, հայ թագավորությունների սահմաններում։ Այսինքն միայն այս վերջի մի դարը չի որոշում, թե մենք ինչպիսի խորհրդանիշներ պետք է ունենանք։ Արարատը վաղուց արդեն միայն աշխարհագրական օբյեկտ չէ։ Տարբեր պատմիչների մոտ կարող ենք հանդիպել, որ Արարատը գտնվել է այն վայրում, որտեղ ապրել է հայ ժողովուրդը։ Հայաստանի եւ Արարատի կապը միայն զգացմունքային նոստալգիա չէ, ինչպես փորձում են ներկայացնել, դա պատմամշակութային իրողություն է, որը չի վերանում ուղղակի, որովհետև 20-րդ դարում քաղաքական ինչ-որ սահմաններ են փոխվել։ Պետական խորհրդանիշերը միշտ չէ, որ վերաբերում են երկրի ներկայիս սահմաններին, հատկապես հայ ժողովրդի նման հնագույն ժողովրդի դեպքում։ Դա մեր պատմամշակութային ժառանգությունն է, որում հայ ժողովուրդը կամ նրանք, ովքեր ցանկություն ունեն, ամբողջությամբ լիիրավ են Արարատը ընկալել որպես իրենց պատմամշակութային խորհրդանիշ։ Եվ որևէ իրավական նորմ չկա, որը մեզ դա կարգելի։ Եթե այդպիսի նորմ լիներ, Թուրքիան հիմա վաղուց Հայաստանին արգելել էր։